Ես Սոնյանն եմ, Ալոյան, ապրել եմ քաղաք Երևանում, սովորել եմ, դպրոցս ավարտել եմ, ինչպես նաև համալսարանս, ամուսնացել եմ Նոր Գեղիում, բնակվում եմ այստեղ, ամուսնացած եմ, ունեմ 2 որդի, աշխատում եմ Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես եզդերենի խմբակի ղեկավար։ Ավարտել եմ ինտերլինգվալ լեզվագիտական համալսարանը, օտար լեզուների դասավանդում, տիրապետում եմ անգլերենի, ռուսերենի, եզդերենի եւ ինչպես նաեւ մի փոքր վրացերենի։ Ունեմ 2 խումբ, փոքրերի եւ մեծերի խումբ։ Դպրոցում կա 70 եզդի երեխա սովորող, այո, բավականին մեծ է թիվը, բայց ոչ բոլորն են մասնակցում, որովհետեւ խմբակ է, դա իրենց կամքով է։ Բայց մեծ մասը մասնակցում է խմբակին։ 2 խմբերում 30-30 աշակերտ այդպես։ Ես ծնվել եմ Փարքաստու այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորը կիրթ են, կրթությանը առաջնահերթ տեղն են տալիս։ Իմ հայրիկը իրավաբան է, հայրս շինարար է, էլի շատ խելացի մարդ է։ Չէ, մեր ընտանիքում ուսումը երբեք խնդիր չի եղել, այլ ընդհակառակը կարևորագույնն է եղել երեխայի համար։ Ես ունեմ եղբայր, որը նույնպես ավարտել է Մոսկովսկի գոսударственный ինստիտուտը։ Գոյություն ունեն ընտանիքներ եզդի համայնքում, որտեղ արգելում են աղջիկներին սովորել, առաջ գնալ, մտածում են, որ միևնույնն է, դա նրան անհրաժեշտ չի լինելու։ Բայց Փառք Աստծո նման ընտանիքների թիվը արդեն կրճատվում է։ Սխալ եմ ես համարում դա, որովհետև սեռով չի պայմանավորված անձի ձևավորվելը։ Ես հանդիպել եմ նման ընտանիքի, այսինքն նման ընտանիք եմ հարց գնացել, որտեղ նույնպես շատ են ողջունել եւ շատ ուրախ են եղել, որ կիրթ հարց են ունենալու։ Ես նաեւ երբ որ արդեն բալիկի էի սպասում, միևնույն է իմ Սկեսուր մայրիկը իմ բալիկին պահել է եւ ես ավարտել եմ իմ համալսարանը, բայց շատ մարդիկ այդ խնդիրներ են բախվում, որ երեխա հենց ունեցան, նույնիսկ եթե ընդունվել են, էլ չեն շարունակում։ Ես նկատում եմ մեծ աճ դեպի ուսում, դեպի առաջընթաց, նաև աշխարհը հայացն է փոխում մեր ազգի։ Նույնիսկ իմ աշակերտների, օրինակ, հենց նեղ շրջանում ես տեսնում եմ, որ աղջիկները ասում են, մենք անպայման սովորելու ենք, նոր, բոլորն էլ ամուսնանում են, ընտանիք կազմում են, դա ոչ մեկ չի արգելել, բայց ամեն ինչ լավ է իր ժամանակին։ Նրանցից յուրաքանչյուրը արդեն ունի ինչ-որ մասնագիտություն ընտրած։ Գիտեք, իմ աշակերտների շրջանում շատ եմ նկատել, որ ուզում են ուսուցիչ դառնալ, չգիտեմ ինչով է պայմանավորված, հենց իմ նման, ասում են, մենք էլ գնանք, ընդունվենք, այդ օտար լեզուներ սովորենք, կան, որ արևելագետ են ուզում լինել, տարբեր այդպիսի լավ մասնագիտություններ են ընտրում իրենց համար։ Մեծագույն խնդիրը հենց դա է, որ աղջիկներին շուտ չամուսնացնեն, թույլ տան մինչև վերջ ուսում ստանան, դա ինձ համար թիվ 1 խնդիրն է, իսկ մյուս խնդիրները լուծվող խնդիրներ են, իսկ այս խնդիրները ճակատագրեր են փոխում, այսպես ասած։ Եզդի կանանց կոչ կանեմ, որպեսզի նրանք լինեն ավելի ուժեղ, ամեն մայր այնքան ուժեղ լինի, որ կարողանա օգնի իր երեխան ամեն ինչի հասնի։ Ավելի մտերիմ լինեն, ավելի պայքարեն իրենց աղջիկ երեխաների ապագայի երազանքների համար, լինեն ավելի խիզախ։ Երբեք ուշ չի, չէ, որ մարդ մասնագիտություն ձեռք բերի։ Եթե ինչ-որ մեկը նպատակ է ունեցել, օրինակ երգել կամ գործել կամ ինչ-որ թեկուզ վարսավիճ դառնալ, թող արդեն երեխաներ ունեն, ընտանիքներ ունեն, թող մի քիչ էլ հիմա արդեն անդրադառնան եւ վերհիշեն իրենք ինչ են ուզեցել դառնալ կամ ինչ սովորել։ Երբեք ուշ չի։